Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց լողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարտերանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, բարև ձեզ, պարոն Ասատրյան։ Բարև ձեզ։ Պարոն Ասատրյան, տեսեք, 2024 թվականին ըստ վիճակագրական տվյալների մենք ունեցանք երկու բավական մտահոգիչ ցուցանիշ։ Առաջինը կապված էր արդյունաբերության անկման հետ, երկրորդը կապված էր ներողություն արտահանման ծավալների անկման հետ, եւ եթե ես ճիշտ եմ հասկացել քիչ առաջ բառացիորեն հրապարակված տվյալներից, այդ նույն մտահոգիչ տենդենսը կա նաեւ 25 թվականի առաջին եռամսյակի կտրվածքով։ Հիմա եթե մի քիչ պրիմիտիվացնենք խնդիրը, օրինակ, կարելի է այսպես սխեմատիկ գրել, արտահանումը նվազել է, որովհետև Ռուսաստանում օրինակ պահանջարկը նվազել է հայկական պայմանական Ռուսաստանում, նվազել է հայկական ապրանքների նկատմամբ եւ քանի որ արտահանման ծավալները նվազել են, դա ազդել է արդյունաբերության ծավալների նվազման վրա։ Եթե այսպես պրիմիտիվացնենք, այդ սխեման է աշխատում, թե այդպես չի։ Ոչ կամ մեծամասամբ ոչ, որովհետև մենք այս վերջի 3 տարիների այս ռուս-ուկրաինական այդ պատերազմից հետո մենք ընկանք մի նոր իրավիճակի մեջ, նոր իրավիճակի բնութագրերը, ընդ որում այդ իրավիճակը դեռ շարունակվում է։ Եվ դրա բնութագրերից է իհարկե մի շարք հանգամանքներ մեր տնտեսության մասին, եթե խոսում ենք, մենք ունեցանք նախ տնտեսական աճ բարձր, մենք 2 տարիների ընթացքում 22-23 թվականներին մոտ երկնիշ տնտեսական աճ ենք ունեցել, որը այո անցած տարի նվազեց, բայց նվազեց ու բավականին բարձր մակարդակի վրա էր։ Հա, հիմա շատ եմ խոսելու, բայց պետք է ասեմ, էլի, հա։ Ժամանակ ունենք հանգիստ։ Այսինքն ընդհանրապես տնտեսական աճի անկման միտումը կար, անցած տարի հստակ դրսևորվեց, այս տարվա առաջի եռամսյակը արդեն այս ռեկորդային ցուցանիշների ենք անկման տեմպերի իմաստով գալիս, տեսեք, եռամսյակը նախնական տնտեսական ակտիվության ցուցանիշի մասով կարող ենք խոսել տնտեսական աճի մասին 4.1%։ Տնտեսական աճը լինելու ավելի պակաս, քան այդ 4.1-ը, այսինքն այս կորը ակնհայտ կա, բայց մենք ունեցել ենք այստեղ իհարկե տարաբնույթ գործոններ, որոնք էական ազդեցություն ունեցան մեր տնտեսության վրա։ Նախ արտաքին պահանջարկի էական աճը, նախ եւ առաջ իհարկե ծառայությունների Հայաստանի կողմից մատուցվող ծառայությունների այդ զբոսաշրջիկների հոսքը, այդ ամեն ինչը տեսել ենք հաշտերից առաջ է, որը իհարկե ազդել է մեր ընդհանուր ցուցանիշների վրա։ Ու այս տարիների ընթացքում մենք աշխորհություն ոչ միայն սպասարկման ոլորտում եւ առևտրում, որը պայմանավորված էր այս գործոններով, նաեւ որը կարեւոր է ասել, ֆինանսական մեծ ներհոսքով Ռուսաստանից, հա, որը առանձին գործոն է, որը առանձին խոսելու քննարկելու խնդիր է, բայց եւ կա։ Այս վերջի տարվա ընթացքում 23-ից հետո մենք գործ ունեցանք արտաքին առևտրի ծավալների շեշտակի աճի հետ։ Տեսեք, եթե մենք համեմատենք, ասենք, այս տարին անգամ համեմատենք 21-22 թվականների պատկերը, մինչև 22 թվականը պատկերը անգամ այսօր էլ լավն է, բայց մենք թռիչքաձև աճ ունեցանք արտաքին առևտրի։ Ես կարող եմ 1-2 թիվ օրինակի համար որ բան անեք, օրինակ անցած տարի մենք ամփոփեցինք համեմատ ասենք 21 թվականի մոտավորապես հենց ասեմ արտահանման աճ ավելի քան 4 անգամ։ Նաև իհարկե ներմուծման աճ մի քիչ ավելի պակաս 4.5 անգամ։ 4 պակաս ասից, հա, 3.5-3.7 անգամ։ Սա այն առանձնահատուկ գործոններ, որի մասին մենք խոսել ենք։ Այսպես կոչված ես դա անվանեցի ոսկյա անձրևը։ Ռուսաստանից Ուրեմն բառացիորեն ոսկյա։ Բառացիորեն, որ իսկապես սրա զգալի մասը 60-70%-ը եւ այս տարվա ցուցանիշները դրա մասին վկայում են, այդ ոսկյա զարդեր իրերի ոսկի ներմուծումը եւ ոսկյա զարդերի, հա, արտահանումը, որը հասկանում ենք, հա, ավելի շատ վերարտահանումներ, հա,
քան դա մեր արտարությունն է, թե մեր ցուցանիշների վրա դա ազդեցություն։ Այդ ձեր ասած տվյալները թույլ են տալիս որոշ տնտեսագետների պնդել, որ հիմա Հայաստանը վերադառնում է տնտեսության աճի բնական իր ցուցանիշները։ Կարելի է այդպես ասել, կամ մենք ունենք մեր տնտեսությունը ունի որոշակի պոտենցիալ, որը ես իմ կարծիքով այս տարիների ընթացքում չի ուժեղացել, անգամ նվազել է այս վերջի 2-3 տարիների ընթացքում։ Այս մեծ ֆինանսական հոսքը, նաև տարբեր դրսևորումները, նաև այդ մասնագետների ներհոսքը եւ այլը իրենց ազդեցությունը ունեցան, բայց դա մնայուն տնտեսության վրա, տնտեսական աճի վրա, բայց դա մնայուն աճ չէր։ Դա ամրա այսպես բնդված չէր մեր ներքին հնարավորություններով։ Նույն ասենք այդ ժանանացների մի զգալի մասը գիտենք այդ IT ոլորտը եւ այլն, անգամ բիզնեսներ էին տեղափոխում, ավելի հարմար տեղեր գտան եւ գնացին եւ գնում են Հայաստանից դեպի հարմար տեղերը։ Այսպիսի երևույթներ կա գլոբալ իմաստով իհարկե Հայաստանը ունի որոշակի ոչ մեծ տնտեսական աճի պոտենցիալ եւ այս տարիների ընթացքում կրկնում եմ այդ պոտենցիալը անգամ նվազել է որոշակի ռիսկերն են ամեն ինչ սկսած արտաքին, չգիտեմ, քաղաքական, տնտեսական ռիսկերը, տեսեք, համաշխարհային տնտեսության մեջ էական տեղաշարժեր են տեղի ունենում հենց այսօր եւ դա ուզես չուզես մեր վրա ազդել է։ Իհարկե ռուս-ուկրաինական այդ պատերազմի ազդեցությունը տնտեսական այդ պոզիտիվ մասով արդեն նստեց, մենք հավելյալ ակնկալիքներ այդտեղի չպետք է ունենայինք եւ հիմա գնալու է անկախ նրանից թե ավարտվելու է այսօր կամ վաղը պատերազմը, բայց կարծես կողմերը ավելի շատ մոտենում են այդ համաձայնությանը եւ այդ ավելցուկային աճը մենք կորցնել ենք։ Հիմա դե այսպես մի ցնցումից, մի երկրաշարժից մի կերպ դուրս եկանք, ոչինչ դուրս եկանք, ընդհանուր ցուցանիշների առումով այդ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի, հիմա նոր մի իրավիճակի առաջ ենք կանգնած, դա ամերիկյան նոր, այսպես քաղաքական, տնտեսական քաղաքականության կամ այդ նորամտություններով, որ նորընտիր նախագահն է առաջարկում, որը ավելի մեծացրել է անորոշությունը համաշխարհային տնտեսության զարգացման, այդ թվում մենք շատ փոքր ենք իհարկե, որ խոսում ենք համաշխարհային տնտեսության մեջ, մենք անհարմար է, բայց մեր գլխին ընկնողը, մեզ բաժին հասնող խնդիրները մեր համար շատ մեծ են։ Այս անորոշությունը դեռ ժամանակ կուզի, այս ամբողջ տարին իմ կարծիքով, այսպես այդ ինչ ասեմ, այդ երկրաշարժային այդ փոքր ցնցումների իրավիճակը շարունակվելա, տեսնենք մյուս տարի ինչ ալնելու։ Տեսեք, քանի որ խոսք գնաց արտահանումից, ներքին արտադրողները, որոնք զբաղված են նաև իրենց ապրանքների արտահանմամբ, բարբերաբար հիմա նույնպես մատավանդես հատկապես այս անկման ֆոնին ասում են, որ դրամը արհեստականորեն արժևորված է եւ դա էապես խանգարում է իրենց, այսինքն եկեք դրամը մի քիչ գոնե արժեզրկենք, ասենք 450 դրամի սահման բերենք գոնե, որ արտահանումը եւ արդյունաբերությունը դառնա ավելի, այսպես ասեմ, մրցունակ, հա, դրսում։ Մյուս կողմից դա լուրջ ռիսկ է։ Ամենայն դեպս գոնե էլի մեկ այլ խումբ կա տնտեսագետների, որոնք ասում են, որ դա կբերի ներքին շուկայում կատաստրոֆիկ իրավիճակի, այն իմաստով, որ կբերի գնաճի լուրջ, այսինքն սպառողի համար դա ներքին սպառողի համար դա կունենա լուրջ հետևանքներ։ Այստեղ մոլորություններ կան, հա, մոլորություններ, նախ արհեստական բառը ես որևէ կերպ չեմ ընդունում, դրամը մենք լիբերալ քաղաքականություն է Հայաստանում իրականացում են արդեն շատ վաղուց։ Մենք ուրիշ ճանապարհ չենք ունեցել։ Մենք չունենք այն ռեսուրսը, որ դրամի կուրսը այսպես կամ այնպես ստանենք։ Կարող է ընթացքում, ասենք, որոշակի չնչին ազդեցություններ, կորեկցիաներ լինեն, բայց մենք կուրս որոշող երկիր չենք կարող լինել։ Մեծ մոլորություն է դա, որտեղ դրամի փոխարժեքը ընդհանրապես կոչված է մեր տիպի տնտեսություններում արկա ճեղքվածքներն ալ լրացնում։ Այդ թվում նաև բան կոչված է, ասենք, արտաքին առևտրի ներմուծման եւ արտահանման, չգիտեմ, բյուջեի ճեղքվածք, տնտեսության մեջ են խոշոր ճեղքվածքները մեղմացնելու, թույլատնելու կամ ավելի մեծը չդարձնելու միջոց է։ Ինքը կենտրոնական բանկը նախ ասեմ մեր իսկապես ազատական փոխարժեք է, որովե մարմին Հայաստանի Հանրապետությունում փոխարժեք չի որոշում։ Հայաստանի Հանրապետությունում փոխարժեքը որոշում է յուրաքանչյուր անձ, որ ունի այդ արժույթը։ Բայց մտայնությունը որտեղից է։
Այդ կենտրոնական բանկը կարող է արժեզրկել կամ արժևորել։ Դե չգիտեմ որտեղից է գալի, ժամանակի ինչ որ կենտրոնական բանկը 1-2 անգամ գուցե քայլեր արել է, այդտեղից է գալի, հա, բայց նախ կրկնում եմ, մեր հնարավորությունները Հայաստանի Հանրապետության հնարավորությունները մշտապես եղել են չնչին այդ առումով։ Մենք չունենք, այսպես արտարժույթի հոսքեր, ինչպես ասենք Ռուսաստանը կամ մեր հարևան Ադրբեջանը կամ Վրաստանում էլ իդեպ դեֆիցիտային է, պակասուրդային է գնում եւ նրանք էլ չունեն։ Այդ երկրները կարող են խոսել այդ կորեկցիաների մասին։ Ռուսաստանը շատ ժամանակ այդ կարգավորող փոխարժեքի ռեժիմներին դիմել է, մենք ոչ։ Մեր եւ թե օրենսդրությունը եւ թե տնտեսական քաղաքականության դրամաբանությունը ասում է, չէ, դրամը ձեր մի տվեք։ Դրամը պետք է մնա այդ պահուստային տեղը, որտեղ էս խնդրեմ, որը միջոց կհանդիսանա այս խնդիրների լուծման համար։ Հիմա գանք այդ գնահատականներին։ Դա իսկապես այդ երևույթը կա։ Փոխարժեքը ինքը որոշիչ կարող է ազդեցություն ունենա արտահանման, ինչու՞ չէ, ներմուծման համար։ Ժամանակներ կա, որ ես այսպես ահազանգում եմ հետևյալ միշտ մանն եմ տալիս, երբ որ դրամը արժվում է ավելի արագ տեմպերով, քան ցանկալի է մեր տնտեսության համար, մեր շուկայում, խանութներում, մթերային խանութներ, մեկ էլ տեսնում ես իկրա կաբաչկովը, բան, կրասնոդարսկը, ռուսական արտադրության, այս օրինակ շատ լավն է, որովհետև մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում կան մթերքներ կամ արտադրված ինչ-որ ապրանքներ, որոնք եւ թե որակյալ են, եւ թե մրցունակ են։ Դա մեր ասենք Բադրճյանի խավիարն է, որը շատերս սիրում են, գիտենք ինչ է, նաեւ Ռուսաստանում տարածում ունի, բայց փոխարժեքի հաշվին, այդ ռուսական ռուբլու արժեզրկման զրկման հաշվին կամ դրամի արժևորման հաշվին, սա իհարկե դիսբալանսն է, որի պարագայում, ասենք, ավելի ցածր ինքնարժեք ունեցող ռուսական արտադրության բարձր, որը որակը ցածր ապրանքը դառնում է մեր հոսքերի ուղղությունը փոխվում է, հա, եթե պիտի գնար այստեղից, այնտեղից գալիս է այստեղ։ Ու սա օրինակ է, բայց կան իհարկե ավելի գլոբալ հատվածներ, հա, տեսեք մեր ամբողջ վերամշակող հարցնաբերության եւ նաեւ գյուղատնտեսության մասին է այստեղ խոսքը, հա, հիմնական յուղմթերքներ բան, ուղղվածությունը դեպի ըստեյցան դեպի ռուսական շուկա է, ասում ենք ԵԱՏՄ ենք ասում, բայց իրականում այդտեղ Ռուսաստանը։ Այս առումով իհարկե այդ անհանգստությունը տեղին է, բայց ես պետք է ասեմ, որ իսկապես մեր քաղաքականության, մեր մոդելում որևէ լուծում չկա սրա համար, չկա ուղղակի։ Մեր արտադրողները պետք է ընդունեն սա իբրև կայացած փաստ եւ փորձեն այս շրջանակներում իրենց լուծումները տան։ Իդեպ ես ասեմ, երբ որ խոսում ենք 25 թվականի մասին, այս առաջի երամսակի ընթացքում ըստ էության ռուսական ռուբլին ըստ էության վերադարձել է նախկին 1-2 տարի առաջվա դիրքերին։ Արժեզրկումը, դրամի արժեզրկումը կամ ռուսական ռուբլի արժևորումը մոտ 1/4, 20-25% արդեն հասնում։ Այսինքն այս տեսանկյունից արդեն բարենպաստ ինչ-որ, ավելի բարենպաստ պայմաններ են արտահանման, այդ թվում նաև վերամշակվող մթերքների արտահանման համար կան, բայց որը դեռ պարզ է, որ 3 ամսվա ընթացքում չի լինի, բայց պետք է մտածեն, արտադրողները պետք է մտածեն նաև իրենց, ասեք, առևտրի աշխարհագրությունը զարգացնեն, կախված լինելը իհարկե որոշակի ու մեծ ռիսկ է պարունակում։ Խնդրեմ, մենք ասում ենք բան արժեթային ռիսկը, որ ակնհայտ կա, հա, բայց կան ուրիշ ռիսկեր, քաղաքական, հեսա եւ այլն։ Քանի որ ռիսկերից խոսք գնաց, տեսեք, շատերը մտահոգություն են հայտնում, որ վերջին տարիներին հատկապես Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից էապես մեծացել է։ Այսինքն մեր առևտրաշրջանառությունը փոխադարձ էապես մեծացել է, իսկ քանի որ Ռուսաստանը այդպիսի սովորություն ունի, երբեմն տնտեսությունը վերածում է քաղաքական գործիքի, դա նշանակում է, որ մտավախության հիմնական թեման եմ ասում, որ Հայաստանի վրա քաղաքական լծակ է նոր ձեռք բերել Մոսկվան եւ ցանկացած պահի կարող է կիրառել, եթե արդեն չի կիրառում։ Նախ ասեմ, որ տնտեսությունը ինքը միշտ կա, եղել է եւ լինել է քաղաքական, այդ քաղաքականացվածությունը միշտ լինել է եւ այո, խոշոր տերությունները այդ լծակը միշտ մշտապես օգտագործել են եւ օգտագործել են։ Հնարավոր արտոնությունների տեսքով, հնարավոր է նաեւ, ասեք, դժվարությունների տեսքով, որոնք կարող են առաջացվել։ Բայց սա է, կյանքը սա է եւ այս պայմաններում, ասենք, քաղաքական վճիռ ներկայացնելիս իհարկե
պետք է տնտեսական նպատակահարմարության, տնտեսական հիմնավորվածության տարերը դրվեն։ Մենք չենք կարող, մանավանդ մենք փոքր երկիր ենք, տեսեք, խոշորները կարող են իրենց մեծ ներուժ ունեցող, կարող, այսպես քիչ արտաքին ռիսկերի ենթակա, հետո նաև տնտեսական, հա, ռիսկերի ենթակաները կարող են ավելի անկախ լինել։ Մենք չենք կարող տենց ազատ փիլիսոփայել, տենց ոտներից գցենք։ Ես ինքս Եվրոպամետ եմ, ուզում եմ հասկանում եմ ինչին է գալի։ Ես ուզում եմ հիշեցնեմ տարիներ շարունակ բոլոր ամբիոններից ես ասել եմ, որ այսպես մենք Եվրոպացի ենք, մենք Եվրոպամետ ենք, մենք մեր պատմությունն է այդպես։ Մենք Եվրոպայի մասն ենք կազմում, մեր կրթությունով, մշակույթով, չգիտեմ, կրոնով, ամեն ինչով, մեր էությամբ։ Բայց հիմա երբ որ խոսում ենք քաղաքականության մասին, նախ կտրուկ տեղաշարժեր տնտեսությունը չի կարող գուլ տալ, չի կարող այդպես լինել։ Հա, երկրորդը այդ տեղաշարժերը, երբ որ մենք հայտարարություններ ենք անում, ես քաղաքական իրավիճակին եմ ասել ավելի շատ մոտ գալիս, պետք է հաշվի առնենք այն իրողությունները, որոնք սրա տակ կան։ Հակառակ դեպքում մենք կարող ենք ուղղակի կործանել մեր տնտեսությունը, առանց այդ մի շատ լավ վիճակում չենք, շատ ավելի վատ հարացնել։ Պետք է զգուշավոր լինել, պետք է տեսեք, էլի քաղաքական դիրքորոշումների եւ արտաքին քաղաքականության սպեկտրի փոփոխությունը պետք է շատ ավելի հիմնավորված լինի, քան այսօր ցավոք կա։ Այսօր մեր մեջ ասած մի հատուկ բան էլ չեմ տեսնում, մի քիչ ավելի շատ նմանապատեպատ տալու, հա, բայց այն զրույցների մակարդակով չհիմնավորված, ոչ, այսպես ոչ պրոֆեսիոնալիզմի, ոչ բան, քաղաքական հատվածից եկող մեկ բաներ եմ լսում, այլ ավելի մի լրջացեք, sense չի։ Մեղ կա, այս երկիրը մեղ կա, որ ձեռնանք եք կամ որ դուք եք, ասա ճակատագիր այս երկրի որոշելու։ Պետք է մտածված լինի, պետք է տնտեսության մեջ պետք է դրվեին այն տարրերը, որոնք մենք շատ հեռու ենք։ Մի պահ Եվրոպայի հետ արտաքին առևտրի, հետո նաև արտահանման, հա, մասով ինչ որ առաջընթաց եղավ, բայց որը այս վերջի տարիների ընթացքում որը չկա նաև պայմանների էական փոփոխության պատճառով։ Բազմաթիվ այստեղ խնդիրներ կան։ Ինչը, գիտեք, այս խնդիրները շատ բարդ, բազմաբովանդակ են եւ սա ավելի ճիշտ կլինի մասնագիտական շրջանակը սրա մասին խոսի։ Այսպես հրապարակավ խոսելը մի քիչ այնքան էլ ճիշտ չի, որովհետեւ գնահատականներ կմնան, որոնք տպավորություններ կստեղծեն, խոսքը տնտեսվարողի շահառուի մասին է։ Ամեն դեպքում ես զգուշավորության կողմնակիցն եմ, մտածված, խոր մտածված պետք է լինեն, հիմնավորված պետք է լինեն վճիռները, քաղաքական վճիռները եւ նաեւ պետք է ոչ պակաս չափով հաշվի առնում են տնտեսական իրողությունները։ Տնտեսական իրողությունների մասին քանի որ խոսում ենք եւ նաեւ ընդգծեցիք որ դուք Եվրոպամետ եք, այստեղ մեր ստուդիայում ձեր տեղը նստել են բազմաթիվ մարդիկ, որոնք Եվրոպամետ են եւ որոնք ասում են մենք ցանկացած պահի կարող ենք եւ պետք է դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Ցանկացած պահի Западном поможет տարբերակով, այսինքն արևմուտքը մեզ կօգնի, մեզ կտրամադրեն լոգիստիկ ուղիներ, մեզ համար էս կարվի, այն կարվի, միայն թե մենք դուրս գանք ԵԱՏՄ-ից։ Ну, ես այդ հարցադրում այդ ձևը չեմ ընդունում ընդհանրապես։ Չէ, Զապադը դարտու ցավ չունի, կամ էս օգնի, կամ այդ օգնությունը, հա, կարող է 2 կիլո ասեք, այդ կռուպ բան, այդպես բաներ օգնություն լինի, բայց մի քիչ լրջացեք։ Մենք բացի մեզանից ոչ մեկին պետք չենք։ Այդ թվում նաև Ռուսաստանի դեպ։ Բայց մենք պետք է աշխատենք եւ օգտվենք այն հնարավորություններից, օգտագործենք այն հնարավորությունները, որոնք տնտեսական հարաբերությունները ստեղծել են։ Այո, ես միանշանակ կողմ եմ, որ մենք պետք է բան անենք, ասա, մեր շուկաները, մեր արտադրողին դեպի մեծ ավելի շուկաներ։ Ռուսաստանը հա շատ լավն է, մեր համար շատ մեծ է, բայց տեսնում եք շատ ռիսկային է, շատ փոքր է, հեսա պատերազմ սկսեց, էս եղավ, ճանապարհ, մենք պետք է մտածենք այդ դիվերսիֆիկացիայի մասին, բայց դրա մտածելու ձևը մի քիչ ուրիշ է։ Մենք պետք է նախ սկսենք, մենք որակյալ արտադրանք արտադրելու մասին պետք է մտածենք։ Մենք հասկանում ենք, չէ, որ Ռուսաստանի շուկան մեր համար մատչելի է, նաև այն բացի ինչ որ բաներ կա իհարկե նախադրյալներ, միջավայրը ծանոթ է, չգիտեմ, լեզվից սկսած, միջև հոգեբանություն բան, բայց կա նաև որակի խնդիրներ։ Արևմուտքը շատ ավելի պահանջկոտ է եւ այդ մեր որակով, մեր այսպես անկազմակերպվածության մեջ շուկաներ մտնելու մասին, ասենք, մի օրվա մեջ, չէ։ Մենք մշտապես պետք է աշխատենք, դա ծանր, շատ ծանր աշխատանք է, որը պետք է անենք։ Մենք պետք է դաստիարակենք մեր արտադրողին։ Նույն նախ մենք պետք է բան անենք, կրթենք, որովհետեւ մենք
կրթության առումով մենք այնքան հեռու ենք անգամ 90-ական թվականներից, որ շատ ու շատ հարցեր, որ մենք ասում ենք, հրապարակում ենք, մենք ի վիճակի չենք լուծել։ Մենք տարական հարցեր այսօր չենք կարող լուծել, որոնք պայմանավորված են քիչ թե շատ կրթությամբ, մասնագիտական կրթությամբ։ Բայց ո՞նց ենք այդ շրջադարձը անելու։ Իսկ ասել, որ Запад нам поможет, так не бывает, չի եղել եւ չի լինելու։ Մենք պետք է մերը ստեղծենք, մեր հավասարակշռված հարաբերություններ պետք է բանանենք եւ կտրուկ այդ հայտարարություններ անբովանդակ են, որ պարլամենտի այդ ղեկավարներն են խոսում ինչ-որ բաների մասին, համարտ մի հատ լրջացեք, մի հատ հասկացեք ով եք դուք եւ ինչ լեզվով եք խոսում աշխարհի հետ։ Նենց են բանանում, ոնց որ աշխարհի տերն են դառը, հիմա բան են արդեն դաս են տալի, հեսի ինչ են անում։ Դա բանա, դա թուլության նշան է։ Ուժեղը մտածող, ինտելեկտուալ ուժեղը, ոչ թե բարձրացնենք ուժեղ մեծ երկիր չենք կլելու, պետք է նախ եւ առաջ 10 անգամ չափի եւ հավասարակշռված լինի բոլորի հետ։ Այդ բզոցներ, կծոցներ, բաներ, դա կներեք ռուսերեն օտար լեզվով ասեմ, не серьезно, так не бывает։ Քանի որ այսպես հավասարակշռությունների մասին խոսք գնաց, տեսեք վերջին շրջանում այսպես բավական ակտիվ են գոնե թեկուզ փոքր խմբի կողմից ակտիվ են խոսակցությունները, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը եւ իշխանությունները նաեւ այդ թվում, այսպես ամեն ինչ անում են, որպեսզի բանկային համակարգի համար կոմֆորտ զոնա ստեղծեն, որ բանկային համակարգը հանկարծ չմտնի կրիպտոարժույթների այսպես աշխարհ։ Դա անում են օրենսդրորեն եւ դա անում են միայն ու բացառապես հաշվի առնելով բանկերի շահերը, անտեսելով սպառողին, որը կարող է մտնի այդ աշխարհ, այնտեղ գանձեր կարող է գտնել անթիվ եւ անհամար։ Դուք որպես կենտրոնական բանկի նախկին ղեկավար, այնտեղ գանձեր տեսնում եք։ Չէ, ինքը շատ հետաքրքիր թեմա եւ ոլորտ է, բայց այստեղ բերեք բան։ Ես որպես նախկին կենտրոնական բանկ այդ նախկինը չեմ ընդունում, հա, որպես ժամանակին եղած ղեկավար, ես եւ այսօր էլ այդ վիճակը պահպանում եմ։ Կենտրոնական բանկի առաջնային խնդիրը, մանավանդ այսօր մենք հիմնական երկու նպատակ սահմանադրություն արձանագրեցինք, դա այո, գների կայունությունն է եւ երկրորդը ֆինանսական կայունությունն է։ Այսինքն կենտրոնական բանկը բացի գների կայունության խնդրից օր ու գիշեր պետք է չքնի եւ մտածի ոնց անի, որ անկայունություն չլինի, նոր ռիսկեր բանկային համակարգում առաջ չգան, որոնք կարող են իրենց էական ազդեցությունը թողել։ Կենտրոնական բանկը իր անելիքն է անում։ Հիմա եթե գանք կրիպտո արժույթներին, ինքը շատ հետաքրքիր թեմա է, բայց իմ դուրը չի գալիս առաջինը, որ մեր հասարակության մեջ ընդհանրապես տարածվեց այդ կրիպտո արժույթ։ Սա ակտիվ է, սա կրիպտո ակտիվ է։ Այսինքն ակտիվի տարատեսակը, որտեղ կարելի է ներում անել, որը ժամանակի ընթացքում, եթե կոնկրետ բաների մասին խոսենք, կրիպտո արժույթների տեսակների, մեծ այո հաջողություն է ունեցել, ներումները շատացել են, շուկայական արժեքը բարձրացել է եւ այլ։ Այս կա, բայց ռիսկայնությունը ոչ մեկը չի փոխել, չի, ասեք, ոչնչացրել։ Եվ այս պարագայում ես կարծում եմ բանը, կենտրոնական բանկը այդ զգուշավորությունը միշտ պետք է ցուցաբերի։ Այլ բանա, որ խնդրին մոտեցումը պետք է փոխվի, բայց որը կա այսօր պարլամենտում, չէ, քննարկվում է, օրենք է քննարկվում։ Գիտեք, այստեղ դերերի հարցն է կարևոր։ Ես օրինակ Ռուսաստանը, որը ինքը շատ ավելի պահպանողական տնտեսական կամ ֆինանսական մոդելի տեսանկյունից պահպանողական է, Ռուսաստանում այս գործընթաց գնաց մի 2-3 տարի առաջ, ընդ որում այնտեղ բզուղը միշտ եղել է բանը, գործադիր իշխանությունը, ֆինանսների նախարարությունը, ընդ որում այնտեղ կենտրոնական բանկը եւս այդտեղից կոշտ պահպանողական դիրքերի վրա եղել։ Նու այստեղ նախ ոգեորությունը այս կրիպտո արժույթների հետ կապված ակտիվների հետ կապված շատ մեծ է։ Անգրագիտությունը անհամեմատ ավելի մեծ է։ Ես համասանում երկու անգամ այդ թեմաները տվեցի ուսանողները, որ նստեն դիպլոմային աշխատանքի մի քանի անգամ թեմաներ են դարձրել, որովհետև ոչ մեկը ոչ իման չի պատկերացնում։ Ես տեսել եմ մարդկանց, որոնք ընդհանրապես փողի մասին բան չհասկանալու, խոսում են բիտկոյնը, ամենը այսքան դնեմ, այսքան առնեմ, այդպես չի։ Այդպես չի։ Նու անհատների բանը, ռիսկը էլի կարելի է հասկանալ, խորհուրդ չի տրվում, բայց կարելի է հասկանալ։ Ունես ավել փող գնա, հա,
ի վերջո գնում են շահումներով խաղեր, բան էս ժողովրդի մեջ հասարակության մեջ կա, բայց իշխանությունը եւ փողային իշխանությունը կենտրոնական բանկը շատ չափավոր է, զգուշավոր պետք է լինի, ես այդ դիրքորոշման կողմնակիցն եմ միանշանակ, աշխարհը զարգանում է, այստեղ բան չունեմ ասելու, հա, եւ վաղն էլ մենք շատ ժամանակ չենք էլ կարող պատկերացնել ինչպիսին է լինում, բայց եկեք բաներ մի 100 տարի, 200 տարի հետ գնանք, պատկերացնում եք, ասենք, այն մարդկանց վիճակը, որոնք ասենք միշտ սովորել էին թանկարժեք մետաղներով շրջանառությանը, հա, ասած ոսկով առևտրին, մեկ էլ մի օր բանը համակերպվում են կամ մի իրավիճակի մեջ են գնում, երբ որ թղթի դիմաց են այդ ծառայությունները մատուցում կամ այդ ապրանքները բաց թողում։ Ես կարծում եմ ավելի մեծ ողբերգություն առաջ էին կառնած։ Ես հիշում եմ, ես ինքս կարդացել եմ, ոչ թե հիշում եմ, բնականաբար ես այն ժամանակ չեմ եղել, Եկատերինյան Ռուսաստանում, երբ այդ թղթի փողը դրվեց շրջանառության մեջ, այնտեղ բազմաթիվ գլուխներ թռան, որովհետև դիմադրում էին։ Բնական է, տենց է պետք է լինի։ Այսինքն ինչ որ ես չեմ կարող կացել, ես որպես վճարման միջոց։ Նորմալ է։ Հիմա բանն է, տեսեք, հիմա գալիս է մի նոր աշխարհ ենք մտնում, որը անկեղծ ասած ես էլ այդքան լավ չեմ պատկերացնում, բայց բանն է, այդտեղ անգամ այդ տեսանելիությունը կա, չկա, շոշափելիությունը չկա։ Հիմա ո՞նց է խեղճ հասարակությունը հավաքերվի կամ ընդունի եւ այլ։ Այսինքն իբրև փող պատկերացնել կրիպտո այդ ակտիվները ես այսօր չեմ պատկերացնում, բայց ես գիտեմ, որ ենթադրում եմ, որ զարգացումները այո բերելու են մի շարք նոր լուծումների։ Այդ թվում նաև ասենք այդ փողային քաղաքականության ապակենտրոնացմանը, այս կենտրոնական բանկ տնտեսության մեջ այդ փողի քաղաքականության այս մենաշնորը ունեցող օղակ, այս ինստիտուտները անաբար այսպես վերափոխվեն, զարգանան, բայց դա շատ երկար ժամանակի եւ բանի եւ կրկնում եմ, այստեղ էլ բանը կրթության գրագիտության խնդիրը կա։ Կրթության գրագիտության խնդիրը կա, որը մեր երկրում, այո, մենք առաջընթաց ունենք, հա, այսօր շատերը շատ բան հասկանում են, բայց շատ ժամանակ անգամ այդ շուկա մտողները չեն պատկերացնում են ռիսկերը, որոնք կան եւ պրոբլեմներ։ Տեսեք, մենք խոսեցինք գլոբալ ոլորտի մասին, որը շատ մեծ ոլորտ է, ընդ որում անհասկանալի շատ-շատերի համար։ Հիմա խոսենք մի քիչ հասկանալի մասին, փորձենք ամփոփել զրույցը դրանով, վերջին մի քանի օրվա ընթացքում բանկերի մոտ, կենտրոնական բանկի մոտ բողոքի ակցիաներ են, քաղաքացիները բողոքում են, ասում են մեր փողերը տարել են, մեր անուններով վարկեր են ձևակերպել, գիտեք, տեղյակ եք այդ կենտրոնական բանկ մի բան պետք է անես։ Ինչ պիտի անի կենտրոնական բանկը մարդկանց դեպքում, որոնք իրենք կամովի, որում ընդգծում եմ, կամավոր, որևէ մեկ իրենց չի ստիպել, իրենց անձնական տվյալները փոխանցել են ինչ որ անհայտ ծագում ունեցող կայքերի մարդկանց կամ մարդկանց խմբի։ Սա ավելի շատ իհարկե կենտրոնական բանկի խնդիրը չի։ Կենտրոնական բանկի խնդիրը տեղեկացնելն է մշտապես, որ ամասա իրավապահ մարմինների խնդիրն է, որտեղ բանը սա հանցասա գողություն է, գողության նոր տեսակ, հա, մարդկանց միամտածում են, տանում են, հա, ինչ ասեմ, ես այդտեղ պետք է ուշադիր լինեն բոլորը։ Լավ, ինչ պետք է անվի, որպեսզի մարդը հասկանա, որ իր անձնական տվյալները որևէ մեկին փոխանցել չի կարելի, որտեվ ընդհանուր մինչև, չգիտեմ, կոշիկի չափս տալիս են էլի։ Դա ինչ ասում, բան չունեմ ասել, ճանապարհը այնա, որ պետք է սովորեն, պետք է հասկանան։ Հայրից մեր բանը մենք գիտենք, որ մեր գլխին 100 անգամ էլ խփեն, մենք էլի ժողովրդական լեզվով ասած, մեր էշը պետք է առաջ քշենք։ Մեր անգամ ուրիշ նորմալ ժողովուրդները ուրիշների սխալների վրա սովորում են։ Մենք ինքներս 10 անգամ նույն սխալը անում ենք, սա պատմականորեն եկած բան է։ Էլի կշարունակենք նույն սխալը անել։ Որովհետև բանը հույսերով ենք ապրում, հույսերով, եթե սենց անեմ կարող է պատահել, իմ չկպնի այդ չորը, այնտեղ սենց լինի, այսպես բաներ մեր հասարակության։ Բայց միգուցե ես մի բան կպցնեմ, չէ՞։ Հա, այդ բանը կա։ Իհարկե դա էլի կրթության, գրագիտության պակասի արդյունք հետևանք է, ոչ թե քրտնաջան աշխատանքով, այլ չգիտեմ, թրջում բռնել կամ բանը մի օրում հարստանալ, այդ մեր հոգեբանության մեջ է նստել եւ այստեղ պետք է աշխատենք, սա երկարատև այսօրվա խնդիր չի եղել, միշտ եղել է, ես տեսել եմ այն ազատականացման առաջի փուլը, երբ որ հեքիաթային բաների դիմաց մարդիկ դնում էին փողերը տանում էին, դնում էին, բանկ էլ չէին, այդ ասեք այդ ինչ էր, գրավատները փող էին հավաքում։ Ես ինքս գնացել եմ,
փորձում էի բան, որովհետև ուրիշ լծակ չունի կենտրոնական բանկը։ Մարդուն չես կարող արգելել իր փողը այսպես չծախսի։ Գնացել եմ մարդկանց առաջ կանգնել եմ, ասում եմ՝ մի արեք այս բանը։ Չէ ու չէ, ինձ հրել են, ես ինչ ես ասում, մենք պետք է գնանք, ասում եմ կորցնելու եք։ Դա կոնկրետ բանկի դեպքում էլ ա եղել։ Արմենիա բանկ հիշում եմ։ Իմ հետ կռիվ էին անում, ինձ հայոյում են, ինձ բան էին անում, կռվում էին նաև այն աշխատակիցների հետ մեր կենտրոնական բանկի, որ փորձում էին այդ բանը դնել, պատնեշը դնել, որովհետև ասում ենք, սա կորուստի բան եք, դուք տանում եք կորցնելու բան։ Ճանապարհով, բայց դա էսպես։ Կյանքը էսպես է, մենք իհարկե կա ընդհանուր մենք ընդհանրապես ազատական շուկա, ֆինանսներ, սեփականություն, սա մեր համար նոր ինստիտուտներ են։ Անկամ փողը սովետ ժամանակ ունեին սահմանափակ ինչ-որ բաներ, հա, որոնք կանոնակարգված էր սովետ այդ իմաստով, իհարկե կային հարուստներ էլ, բայց հիմնական զանգվածը հասարակության այդ կանոնակարգվածության, այդ կոմֆորտ բանում էր ապրում։ Հիմա ընկել ենք ազատ դաշտ եւ պետք է ձգտենք յուրաքանչյուրս հասկանալ, գիտակցել այն եթե խոսքը ֆինանսական կամ տնտեսական վճիռների մասն է, այն հետևանքները, որոնք կարող են լինել, այս առաջինը ռիսկը չափենք, հետո գնանք այս գործարքներին։ Եթե վերաձևակերպենք Վանո Սիրադեղյանի արտահայտություններից մեկը հարուստ եւ բութ լինելու համար մենք պետք է դադարենք լինել շուստր եւ թշվառ։ Նույն շուստրությունը մեր ողբերգությունն է, հայի ամենավատ բանը գիծը այդ շուստրությունն է, որը ցավոք այդ նույն մարդիկ էլ փորձում են շուստրություն անել, ընդամենը։ Հետո ասեն գնում են կենտրոնական բանկ են մեղադրում։ Ինձ էլ ժամանակին մեղադրել, ասել եմ կներեք, բայց եկել եք ինձ հարցրել եք, ես ասել եմ արեք, ինչն չեք մեղադրում։ Բայց դա չեն հասկանում, որովհետև ցավալի է, բայց այս ճանապարհն է, որով պետք է անցնենք։ Կանցնենք։ Հուսամ, շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։